Դիանա, այն օրը նայում էի Իսպանիայում նմանատիպ տները ինչ արժեն ու նման առանձնատունը 800,000 եվրո էր։ Հիմա ինձ հետաքրքիր է, Պարույր Սևակ թաղամասում Ավանի, այս առանձնատունը ինչ արժի։ Չեմ ասի ինչ արժի, բայց շատ մաչելի է, հաստատ 800,000 եվրո չի ու շատ լավն է այս տունը, շատ գրագետ է ամեն ինչ ընտրված, վերանորոգված, կառուցված, շատ լուսավոր է, արև կողմ, ինչպես տեսեք, հյուրասենյակն է։ Խոհանոցի հետ միասին բավականին մեծ է խոհանոցը, կահավորված, վաճառվում է գույք տեխնիկայով ու ունենք շատ մեծ ետնամաս, բակային հատված, կանաչապատ։ Հողի ընդհանուր մակերեսը 760 քառակուսի է։ Շատ հարմար է, կարող եք ամառային խոհանոց ունենալ կամ լողավազան։ Այո։ Այն արի ավելացնենք նաև, որ առաջին հարկում կան ննջասենյակ, ինչը հարմար է, եթե ընտանիքում կան տարեց մարդիկ ու մի հատ լոգասենյակ սանահարի։ Բարձրանանք երկրորդ հարկ։ Տան ընդհանուր մակերեսը 220 քառակուսի է։ Երկրորդ հարկում ունենք 3 ննջասենյակ։ 1 սանհանգույց, 1 պայստասենյակ։ Առաջին ննջասենյակն է ելքով դեպի բաց պատշգամբ, տեսարանով դեպի ետնամաս։ Երկրորդ ննջասենյակը էլի տեսանով դեպի ետնամաս ու բաց պատշգամբ։ Սա էլ երրորդ ննջասենյակը, ինչպես տեսակ, 3 ննջասենյակն էլ կահավորված են, հարմար չափսերի են։ Երկրորդ հարկում ունենք եւս մեկ բաց պատշգամբ, տեսանով դեպի թաղամաս ու դիմացի հատված։ Մարինա, այս տունն էր լավը, թե Իսպանիայինը։ Դե այս տան երեսպատումը որ անեն, հաստատ ես։ Ես էլ եմ քո հետ համաձայն։